մի հարց է յուղել երկու առաջ հարգելի բարեկամներ։ Ճիշտ է արդյոք, որ Հայաստանի Հանրապետության տարածքում կան դիրքեր, որտեղ դիրքապահները անցնում են Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող ադրբեջանական անցակետերի միջով։ Ստուգվում են, պարտադիր ձեռքերը վեր բարձրացված, չի թույլատրվում անցկացնել սահմանվածից ավել փամփուշտներ, այլ զինատեսակներ, այսինքն ըստ էության ենթարկվում են ոչ թե ստուգման, այլ ստորացման, եւ միայն դրանից հետո հասնում են իրենց վստահված դիրքերը, որը գտնվում է ադրբեջանական երեք կողմից ադրբեջանական զորքերի ուղիղ հսկողության տակ։ Ըստ էության այդ մարդիկ գտնվում են պատանդարության մեջ։ Այս հարցը լսել էին միայն իմ էջից 130,000 մարդ։ Եվ տպավորություններ, որ ես Հայաստանի Հանրապետությունում պետք է մի մեծ ալիք բարձրանա, բայց քանի որ Հայաստանի Հանրապետությունում իշխանություն, ընդդիմություն, ձեռք-ձեռքի տված, նիկոլականներ, այսպես կոչված ուռապատրիոտներ, նիկոլականներ, այսպես կոչված դաշնակ-մաշնակներ, իրենց վստահված, իրենց ազդեցության տակ գտնվող լրատվականներով, բլոգերներով, դեպուտատներով, ձեռք-ձեռքի տված, գործում են ընդդեմ Հայաստանի Հանրապետության, այս ամենի վերաբերյալ պահում են բացարձակ լռություն։ Պահում են բացարձակ լռություն։ 7 ամսական հղու փորը կարող են առնեն տղամարդիկ խմեն զինվորի կենացը, հայրենիքի կենացը, իրենց բջերին բանակից ազատեն, իրենք բանակից ազատվեն, այսպիսի հարցերի վրա ուշադրություն չդարձնեն, 130,000 մարդ է նայել, դուք կարող եք այսպիսի հարցը իգնորի ենթարկել, դուք չեք կարող այդ իգնորի ենթարկել, դուք ուղղակի ի ցույց եք դնում ձեր վաճառված լինելը, ձեր ստոր սրիկա լինելը, հասկանում եք։ Ասում է Ադրբեջանի նախագահը խոսում է Գյոչա լճի մասին, ես մի 10 օր կսկսեն դա քննարկել։ Այսինքն սովորական մանիպուլյացիաներ եւ փորձում են շեղել ամենակարևոր թեմաներից, հարգելի բարեկամներ, ամենակարևոր թեմաներից։ Ինչի դուք Սևանա լիճը սիրում եք։ Դուք Սևանա լիճը սիրում եք, որովհետեւ ձեր տերերը այնտեղ բաներ են սարքել, դղյակներ են սարքել։ Հայ ազգը կամ Հայաստանի էլիտաները Սևանա լիճը սիրում են, բա որ Սևանա լիճը սիրում են, հարակից համայնքների կոյուղաջրերին չէին գալիս լսում Սևանա լիճ։ Բա որ դուք զինվորներին սիրում եք, բանակը սիրում եք, այսպիսի խայտառակություն, ինչու եք թույլ տալիս։ Տասնյակ մարդիկ են ինձ զանգել, տասնյակ մարդիկ, ովքեր հաստատում են այդ ամենը, որ այո, այդպիսի դիրքեր կան Հայաստանի Հանրապետություն, տասնյակ մարդիկ են զանգել, Սյունիքի մարզից հիմնականում, մենք տեղյակ ենք, այո, այսպիսի բան է տեղի ունենում, հայրենասեր լրագրողներ, հայրենասեր խմբագիրներ, որ մի լրագրողին ասես, դու լրագրության, դու ժուրնալիստիկայի հետ կապ չունես, քեզ գիտես ինչ կսարքի։ Քեզ գիտես ինչ կսարքի։ Բա խոսեք այս թեմայի մասին, ինչի՞ չեք խոսում։ Բա դեպուտատներ խմբեր կազմեք, գնացեք այդ դիրքերը։ Հիմա ընդունված է, չէ՞, թրենդ է։ Ով բանակում ծառայած չի, գնում դիրքերում բան են անում, սելֆի են անում։ Գնացեք այդ դիրքերում է սելֆի արեք։ Չեն թողնում։ Բա որ չեն թողնում բարձրանաք այդ դիրքեր։ Դա ինչ կամ իջնեք այդ դիրքեր։ Դա ինչ է նշանակում։ Եվս մեկ անգամ ապացուցում է այդ տեղեկատվության ճշմարտացիությունը։ Պատարակագետ բաներ կան, լրագրողներ կան, գնում են հովանավանք, այս մի նիկոլականին են բռնում, այն մի նիկոլականին են բռնում, ինչու եք մասնակցում կեղծ պատարակին, իսկապես մեծ ցավ է տեսնել, թե ինչպես է հոգևորականը բարձրանում խորան,
ավելի ճիշտ բեմ, եւ այնտեղից փառաբանում Հայաստանի Հանրապետության 16-րդ վարչապետին, ում կողքը կանգնած է մի դասական հակաքրիստոնյա, հակամարդ Արայիկ Հարությունյանը։ Փաշինյան Նիկոլը քրիստոնյա չի, ոչ էլ Արայիկ Հարությունյանն է քրիստոնյա։ Եվ զզվելի է տեսնել, թե ինչպես է մի սրիկա փառաբանում Փաշինյան Նիկոլին, ում ամեն երկրորդ բառը սուտ է։ Ամեն երկրորդ բառը մանիպուլյացիա է եւ կեղծիկի մեջ հատախված է այդ անձնավորությունը։ Բայց Կոտայքի թեմի առաջնորդի կողմից մատուցվող պատարագը ընդունելի է։ Կուսակրոնության ուխտը խախտող Կոտայքի թեմի առաջնորդի կողմից մատուցվող պատարագը նորմալ է։ Մարդ, ով ոչ միայն զավակ ունի, այլև դաստիարակել է մի այնպիսի զավակ, ով քաղմասներում մարդկանց է խոշտանգել, սա նորմալ է։ Այդ որտեղ է գրված, որ նորմալ է։ Հարգելի լրագրողներ, հələ գնացեք Էլիբեկ Քարամյանին էլ մի քանի հարց տվեք։ Տեսեք, եկեղեցում այսպիսի հարաբերություններ կա, այսպիսի հարցեր են։ Բացարձակ լռություն այդ մարդու կողմից, բացարձակ լռություն։ Արարատյան թեմի փոխանորդ կա, Կճոյան, հատախված եղել տարբեր կոռուպցիոն թեմաների մեջ, տարբեր հանցագործությունների մեջ է հատախված եղել, քրեական գործերով է անցել։ Ավինյան Տիգրանի ինագուրացիային էր մասնակցում։ Կճոյանին բատուցած պատարագին մասնակցելը նորմալ է, դա սրբապղծություն չէ։ Բայց որտեղ է դա գրված։ Մի քանի օր առաջ հայկական ժամանակով մեկը եթերը հարցազրույց է տալիս, խոսում է եկեղեցու խնդիրների մասին եւ մեկ էլ միամիտ Կոտայքի թեմի առաջնորդի մասին խոսեց եւ մեկից խոսքը փոխեց։ Միամիտ էր։ Որովհետեւ Կոտայքի թեմի առաջնորդի մասին ոչ սրանք են խոսում, ոչ նրանք են խոսում։ Որ պետք լինի մեկից լրագրողներին կուղարկեք ինչ որտեղ, որ հարցը տա իրենց ուզած պատասխանը պոկեն, պետք է հետո նաև քրեական գործերի թիրախ դառնա։ Միքայել arczepiskopos-ը այստեղ մի հայտարարություն արեց, ասացին այդ հայտարարության մեջ հանցակազմ չկա։ Հետո ԿՊԱ-ականները սկսեցին խոսել այդ հայտարարության մասին մի տարի անց։ Մեկից լրագրողներն եկան հարցնելու, թե արդյոք դուք մինչև հիմա այդ մտքին եք, նա էլ ասաց այո այդ մտքին եմ եւ մեկից գործը հարուցվեց։ Մեկից գործը հարուցվեց, Կոտայքի թեմի առաջնորդին հեչ հարցեր չկա։ Լրագրության, ժուրնալիստիկայի հետ կապ չունեցող լրագրողներ չկա հարցեր։ Այս ամենը փլվելու է։ Այս ամենը փլվելու է։ Հայաստանը, այս հողը, հայ ազգը ազատվելու է ձեզանից, հասկանում եք։ Հայ ազգը ազատվելու է ձեզ, դուք ձեր ապուշ, սրիկա հալով, այս ինչ մի դաշինք եք կազմել, ընդդեմ ճշմարտություն։ Ամեն ինչը իմիտացիա է այստեղ։ Այն ինչ որ դուք անում եք, ամեն ինչը իմիտացիա է։ 130,000 մարդ լսում է այդ հարցը, այդ ահազանգը, ու դուք կարող եք դա իգնորի ենթարկել։ Դուք իցույց եք դնում ձեր դավաճան սրիկա լինելը, ձեր հանցագործ լինելը։ Դուք իցույց եք դնում, որ դուք իրար հետ եք։ Որ ինչ որ հարցեր կա, այդ հարցերի մասին կարելի է խոսել ձեզ համար, ինչ որ հարցեր կա, չի կարելի խոսել։ Դուք լռում եք ձեր ձևով։ Ամեն մարդ իր ձևով լռում է։ Ամեն մարդ իր ձևով քանդում է այս երկիրը։ Ու հայը ազատվելու է ձեզանից։ Հայը ազատվելու է ձեզանից կամ հայի ձեռքով, կամ եթե ոչ օտարի ձեռքով, բայց այդ օրը կգա։ Այդ օրը անպայման կգա։ Դուք չեք սիրում հայրենիքը, հողը։ Դուք Արցախն էլ չեք սիրում։ Դուք ատում եք Արցախը, դրա համար Արցախը ազատվեց ձեզանից։ Հասկանում եք։ Ու դուք ուզում եք, որպեսզի Հայաստանի Հանրապետությունն էլ ձեզանից ազատվի։ Դուք ամեն ինչ անում եք, որ այս հողը ազատվի, դա եք ուզում։
Դուք ուզում եք, որ այս հողի վրա այլևս հայ չապրի, ինչպես որ Արցախում։ Արցախում տրված է եղել $800 միլիոն վարկ, հարց ես տալիս, ասում ես այդ վարկառուներն ովքեր են եղել, որ ջրեցիք, ովքեր են եղել, սրանք են եղել, երկիրը թալանողներն են եղել։ Մարդիկ են եղել, ովքեր հեկերը վաճառել են պատերազմից հետո ադրբեջանցիներին, ստեղից կոմպենսացում են ստացել։ Տասնյակ միլիոնավոր դոլարների մասին է խոսք, ասում ես ովքեր են եղել, լավ, այդ մարդիկ ովքեր են, որ դավաճանական կոլաբորացիայի մեջ են եղել ադրբեջանցիների հետ, հետո մի հատ էլ այստեղից կոմպենսացում են ստացել։ Այս հարցերը չի չեք տալիս, լռություն է եւ այնտեղից եւ այստեղից։ Նիկոլ, այդ մարդկանց ինչ իրավունքով ես դու կոմպենսացում տվել Հայաստանի Հանրապետության բյուջեից։ Ինչ իրավունքով, սրիկա։ Եթե չեն էլ կարող այլևս խաբել, ասում են, այստեղ կա դրսի հետքը։ Դրսի մարդիկ են այս ամենը կազմակերպել։ Դրսի ուժերը, սև, մութ։ Այնե մի քանի օր հետո հարցազրույց է տալու երրորդ նախագահը։ Գյորգի Կուտոյանին, պարոն երրորդ նախագահ։ Կլինի մեկը, ով հարցնի, մի մարդ կլինի, ով հարցնի Գյորգի Կուտոյանին, օրենքը խախտելով, ինչու ես նշանակել։ Ազգային անվտանգության ծառայության միջոցով է իրականացվել այս ամենը, 18 թվի հեղափոխություն կոչվածը, կազմակերպվել է, իրականացվել է ԱԱՑ-ի կողմից, որի ղեկավարը եղել է Գյորգի Կուտոյանը։ Գյորգի Կուտոյանին ինչ ես նշանակել այդ պաշտոնը։ Մեկը կլինի վերջ այս հարցը դա։ Տարիներ շարունակ այս հարցը բարձրացրել եմ։ Տարիներ շարունակ։ Դաժե այս հարցը Արմեն Աշոտյանը զանգեցին, ասեց ինչ հարց ես ուզում փոխանցեմ, մեկը այս հարցն է եղել։ Էլի չտվեցին։ Իրենք զանգում ասում են ինչ հարց ես ուզում տալ։ Տալիս եմ, էլի չեն փոխանցում այդ հարցը։ Փոխանցում են չի հնչում։ Այն մարդ դու չես նշանակել, սև, անդեմ, անհասցե ուժերն են ստիպել, որպեսզի դու նշանակես։ Էլ ասա, այս ուժերն են նշանակել տվել։ Այս ուժերն են նշանակել տվել։ Ես սուվերենություն չեմ ունեցել։ Գոնե դա ասա։ Անունը, ազգանունը այդ ուժերի որոնք են եղել։ Լավ է, սրիկայությունը ինչքան պիտի շարունակվի։ Պարոն երկրորդ նախագահ, տասնյակ պատգամավորներ ունես, որոնք այս թեմաների մասին բացարձակապես լռում են։ Տեղի ունեցածի մեջ դու պատասխանատվություն չունես։ Խմբակցություն ես ըստ էության ղեկավարում, առաջնորդում ես դու ղեկավարում է բանը, Սեյրան Օհանյանը։ Այս թեմաները ձեզ չեն վերաբերվում։ Դուք վերահսկողություն իրականացնելու բանը, պարտավորություն ունեք կառավարության գործունեության նկատմամբ։ Հիմա որ Հայաստանի Հանրապետության տարածքում դիրքից դիրք են գնում հայ դիրքապահները, անցնելով ադրբեջանական անցակետի միջով, ենթարկվելով ստորացման, այս ամենի մասին դու ձեր պատգամավորները ձեն չեն հանում, դուք պատասխանատու չեք։ Լավ, ինչքան պիտի շարունակվի այս ամենը։ Ինչքան պիտի շարունակվի այս ամենը, ինչքան։ Մինչև Հայաստանը դարձնեք Արցախ, չէ՞։ Հայաստանը Արցախ է եւ վերջ։ Հայաստանն էլ Արցախ դարձնեք։ Եկեղեցականները չհաշված մի քանի հոգու պահում են բացարձակ լռություն։ Բացարձակ լռություն։ Կաթողիկոսը դուրս է գալիս, կոչ է անում, որպեսզի մարդիկ գնան պատերազմի, հետո բանից պարզվում է այդ պատերազմը եղել է ընդամենը դավադրություն հայ ազգի նկատմամբ։ Մարդիկ ձեռ են կորցրել, ոտ են կորցրել, առողջություն են կորցրել, տուն են կորցրել, կյանք են կորցրել։ Գոնե սովորական ներողություն չեն խնդրում, գոնե սովորական ներողություն, որ մեր խոսքով դուք գնացել եք ռազմաճակատ։ Բացարձակ լռություն։
այսպիսի լրություն պահպանում են հանցագործները։ Սա հանցավոր լրություն է։ Օմերտայի օրենք կա Սիցիլիայում, Ապենինյան թերակղզում, Սիցիլիայում։ Այդ մաֆիոզների լրության ուխտն է։ Նույն բանը այստեղ է, նույն բանը։ Սրբապղծություն է ասում են այս պատարակը։ Նայում ես իրոք ցավ է, նայում ես իրոք ցավ է։ Էլիբեկ Քարամյանի մատուցած պատարակը սրբապղծություն չէ։ Դա ինչ է։ Թե Էլիբեկ Քարամյանը ինչ-որ բլատի շնորհիվ դեր կարկալուշ չի եղել։ Ես ասում եմ, կյանքից դառնացած մարդու հայրենիքի մեջ ավելի շատ աղոթք կա, քան թե Կճոյանների, Էլիբեկ Քարամյանների, Տեր Արամների մատուցած պատարակի մեջ, կամ իրենց բարձրացած աղոթքի մեջ։ Լավ, դուք ոնց եք ասում հոգի տալու։ Դուք սովես ընդհանրապես չունեք։ Սովես ընդհանրապես դուք չունեք։ Ինչքան կարելի է այս 2 միլիոն մարդկանց այս աստիճան մոլորեցնել, այս աստիճան նվաստացնել։ Խումար խաղալ այս մարդկանց կյանքերի հետ, առողջության տների հետ։ Ինչքան կարելի է։ Այս ամենը ավարտվելու է։ Ես վստահ եմ, հարգելի բարեկամներ, այս ամենը չի շարունակվելու հավերժ։ Ցանկացած ջեբկիր, իսկ սրանք ջեբկիր տականքներ են, մտել են հայ ազգի ջեբը, դուրս չեն գալիս։ Ով իրականացնում է հանցագործություն եւ չի պատժում, ինքը գիտի, ինքը մնալու է անպատիժ, բայց մի օր ձերից բռնելու են։ Մի օր ձեր ձերից բռնելու են սրիկաներ։ Մի օր ձեր շլինքից բռնելու են, տանեն գցեն ձեր համապատասխան տեղերը։ Ես ձեր տիրոջ մերը